Նախ բոլորին ողջունում եմ, երևի ցենց եթե ոնց որ ընդունված կարգով, հա, կանգնած ողջունեմ, բայց հետո ամբողջովին նստած ենք լինելու։ Շնորհակալ եմ նաև իմ գործընկերներին, որ համաձայնվել են այս փոքրիկ էքսպերիմենտին, որովհետև միջ կա հասկացողություն, այո, թվայնացումը ու դա ով է դեմ ինովացիաներին։ Շատ քիչ մարդիկ կլինեն, որ ասեն, թե դե ինովացիաները լավ չի, հա։ Բայց լրիվ նորմալ է, որ մարդը պետք է մի հատ դրա արդյունքը տեսնի, մի հատ հասկանա ինչի մասին է նոր գնա, էլի, որտեղ աշխարհում 4-ից 7%-ն է վազում միշտ դեպի ինովացիա։ Բավականին մեծ տոկոս սպասում է մի հատ ինովացիաները տան արդյունք, նոր իրանք մտնեն այդ process-ի մեջ։ Նույնը վերաբերում է թվայնացմանը։ Մենք ամբողջ օրը խոսում ենք թվայնացումից, բայց այնիշ թվայնացման ոլորտի ընկերությունները իրանցով թվայնացված չեն։ Այսինքն, երբ որ հարցում ես դու CRM համակարգ ունես, ասում եմ ոչ։ Բացում ոնց ես դու այդ տրամադրության փիղ վաճառելու, էլի, եթե դու ինքը չես թվայնացել։ Ու առաջատար այլ ընկերությունները, այսինքն մենք այն ոլորտներում, որտեղ որ բնականon պետք է լիներ զարգացումը, տեսնում ես իրանք կոնսերվատիվ խաղ են խաղում։ Ու զարմանում են, որ պայմանական գինեգործը չի թվայնացվել։ Ու ասում եմ դրա զարմանքը ո՞րն է։ Այսինքն, եթե ինքը տեսներ դրա արդյունքը 1, 2, 3, 4 բիզնեսներում, ապա ինքն է կգնալ այդ ճանապարհով։ Այսօր մեր մոտ այդ տարբերակը չի։ Մենք ունենք բավականին ժամանակակից գինեգործության մեջ թրենդներ թելադրող ընկերության ներկայացիչ, ինքը իր հերթին եւս բավականին թե թրենդներ սիրող, թե թրենդներ թելադրող, ինչպես սիրում ենք ասենք, պրոակտիվ մասնագետ, հա, եւ ունենք մասնագետ թվային գործում նախ ճանաչող մեր իրական բիզնեսը, հետո լինելով միջազգային շատ լուրջ ընկերության ներկայացիչ եւ այսօր Տիգրանը, հա, եւ Վարդգեսը մենք մասնակցելու ենք մի փոքրիկ ինսցենիրովկա, եկեք այսպես ասենք, այն ինչը որ կատարվում է միշտ կուլիսներից հեռու, հա, այսինքն երբ որ թվային լուծումներ առաջարկող ընկերությունը հանդիպում է իրական բիզնեսին եւ ասում է, օրինակ մենք համարում ենք, որ ձեր մոտ կարանք սա անենք, եւ իրական բիզնեսը, որը որ ինքը ցանկանում է լինել թվայնացված եւ ուզում է արդյունք ունենալ, ասում է իսկ այս իմ խնդիրները լուծվելու են թե ոչ։ Տիգրան ջան, մեկնարկ։ Նարեկ ջան, շնորհակալություն։ Ես է ոտքի կանգնած, հա, երևի։ Բոլորին ողջունում եմ։ Այս միջոցառումը, ճիշտն ասած, բազմաթիվ նմանատիպ միջոցառումների մասնակցել եմ, բայց նաև ունեմ իմ կարծիքը միջոցառումների ու ֆորմատի վերաբերյալ։ Այս դեպքում, երբ որ նախապես հանդիպեցինք Նարեկին, որ համակարծիք էինք, որ ֆորմատը պետքա փոխվի, որպեսզի դա արդյունավետ լինի, որպեսզի հետաքրքիր լինի, որպեսզի եթե ինչ-որ մի փոքր ինֆորմացիա տալու լսողին, ապա դա օգտակար լինի իր համար։ Ու որոշեցինք, որ ֆորմատը պետքա լինի ավելի, ենթադրում եմ, ազատ, որոշ առումով վիճաբանական, որոշ առումով, ոնց ասեմ, հրահրող, այսպես ասած, կարծում եմ, այս տիպի ֆորմատը կարող է թե նորովի ներկայացնի այն մտքերը, որ ունենք, թե փորձի ռեալ ինֆորմացիա տալ առկա իրավիճակի մասին։ Շատ դեպքերում անգամ կարող են լինել անտրամաբանական մտքեր այն կազմակերպության կողմից, որը օրինակ ներկայացնում է այդ պրոդուկտը։ Ես կփորձեմ համենայն դեպս մեր ներկայացրած պրոդուկտի մասով էլ նաև բացասական կողմերը ասել, նաև առկա խնդիրները ասել, վերջում էլ ասեմ, որ մենք ներկայացնում ենք միջազգային Odoo ERP համակարգը, բելգիական, որ արդեն 20 միլիոն օգտագործող ունի ողջ աշխարհում, ինքը բավականին տարածված է Եվրոպայում, Միջին Արևելքում եւ ասիական ու զարգացած պետություններում։ Մենք հանդիսանում ենք պաշտոնական գործընկերը Հայաստանում ու ունենք արդեն բազմաթիվ քեյսեր, տեղադրված համակարգեր հայաստանյան ընկերությունում։ Վարդգես ջան, բարև ձեզ, ես Վարդգեսն եմ Հովեյան։ Առաջին անգամ եմ նկարից տակ նստած խոսում, դրա համար չեմ կարող ինքս ինձ մեջքով նստեմ, կներեք։ Ես Կարաս գինիների վաճառքների եւ մարքեթինգի տնօրենն եմ։ Կարաս գինիները կորպորացիոն Ամերիկա ընկերության մաս են կազմում։ Մենք ունենք մի քիչ օդանավականներ, մոտ 59 հատ, եւ երկու գինեգործարան, մեկը գտնվում է Արարատյան դաշտավայրում, Կարաս բոլորի ծանոթ բրենդն է, մյուսը գտնվում է Պատագոնիայում, աշխարհի ծայրում, ու տենց էլ կոչվում է Bottega del Fin del Mundo։
մենք բավականին առաջադեմ գինեգործարան ենք, բայց նաև միաժամանակ շատ պատասխանատու, որովհետև առաջադիմությունը շատ անգամ տենց ինչ որ խենթության հետ է ասոցացվում։ Եվ միշտ բաց ենք յուրաքանչյուր տեսակի լուծումների, հա, միշտ բաց ենք լսել ինչ որ առաջարկներ եւ այլն, բայց յուրաքանչյուր ոլորտ ունի իր հստակ սպეციფიკան։ Դրա համար պետք է մի հատ հասկանանք մեր ինչին պետք է թվային լուծումները ըստ դրությամբ, որովհետև ունենք այն ինչ ունենք եւ հաշվի առնելով օրինակ գինու մարժինալնեսը, այսինքն եկամտաբերությունը, ինչ որ հավելյալ ծախսը կարող է որ այս բանը ընդհանրապես անհրաժեշտ չի, բայց մեծ սիրով կլսեմ։ Շատ լավ, ընդհանրապես մի հատ փոքրիկ ասում առնետային հարց առաջացավ էլի, ինքը մի քիչ կոնտեքստից դուրս է, ձեր ասացի հետ էր կախված, որ ասացիք մենք նաև ծանոթ ենք կադրից այն կողմ, որ դեմ չի գտնի, եթե մենք դու եւ շփվենք, հա, ասացիր մեկն էլ աշխարհի ծերն է։ Իմ մոտ մի անգամից հարց առաջացավ, երբ որ ընդեղ ես ներկայանում, Հայաստանը ոնց ես ներկայացնում։ Աշխարհի սկիզբը։ Իհարկե։ Մի քիչ սեր այստեղ դնես, այստեղ մարդու հետ շփվես, այստեղ քիմքն է, այստեղ բանակցությունն է։ Թվայնացումը որտեղ կարող է լինել գինեգործության ոլորտում։ Եկեք մի անգամից անցնենք արդեն Չակերտենի մեջ ասած վաճառքին։ Մի անգամից գինեգործությանը։ Շատ լավ։ Լավ, եկեք այսպես սկսեմ։ Օդում որպես այդպեսին համակարգ ինքը բավականին մեծ է, ինչ առումով նկատի ունի մեծ, որովհետև նայեք, երբի համակարգերը որպես այդպեսին աշխարհում շատ մասնագիտացված են, արտադրության համար ստեղծված, չգիտեմ, դեղագործության համար ստեղծված, նույն գինեգործության համար ստեղծված։ Օդում գնացել է մի քիչ այլ ճանապարհով, նշեց Նարեկ Open ARP, այդ իր գաղափարը եղել է լրիվ բաց կոդ, այսինքն բոլորը ով ցանկացել է ինչ-որ մի բան ստեղծել դրա մեջ իր կազմակերպության համար, եղել է բաց հարթակ ու ինքը դրա մեջ ստեղծել է այդ մոտ 30 տարվա պատմություն ունի, որից հետո արդեն հիմնադիրը վերցրել է այն լավագույն լուծումները, որ կարա օգտագործեն բոլոր բիզնեսներում ու ստեղծել է արդեն մեկ այլ տարբերակ, վճարովի տարբերակ, այսպես ասած, այնտեղ բաժանվում է community ու enterprise, community-ն լրիվ ազատ է, լրիվ անվճար է, այս պահին էլ բոլորը կարող են օգտագործել։ Ու ֆունկցիաներով սահմանափակ։ Ու էլի բոլորը հաբեր կան աշխարհում, Հնդկաստանում, Չինաստանում, բոլորը նստած այնտեղ ծրագրավորում են ու զարգացնում են այդ համակարգը, էկոհամակարգը։ Այն ինչ որ enterprise-ն է, դա արդեն ամենաիրազարգացած տարբերակն է ու ինքը տարբերվում է այլ ERP-ներից, ինչի եմ ես սա նշում, որովհետև աշխարհում կան շատ ճանաչված ու շատ թանկարժեք ERP համակարգեր, SAP, NetSuite, Oracle եւ այլն, որոնք աստղաբաշխական արժեքների մասին է խոսքը։ Օդուն, քանի որ այտենց ազատ է, այսպես ասած ազատականացրած է, ինքը շատ էժան է ընդհանուր համաշխարհային շուկայի առումով ու լուծումները ամբողջական բոլոր ուղղություններով մեջը տեղադրված է։ Ինչի նկատի ունեմ, երբ որ խոսում ենք ենթադրենք VMS, չէ, պահեստի կառավարում։ Օդուի մեջ VMS-ը միանշանակ ամբողջական կա։ Անկար ինտեգրված է վաճառքների մեջ, անկար ինտեգրված է մարքեթինգի մեջ, HR-ի մեջ, չգիտեմ, տրանսպորտային միջոցների կառավարման մեջ, այսինքն ինչ պատկերացնում եք, որ կազմակերպությունը կարա ունենա կառավարման ոլորտում ավտոմատացված, օդուի մեջ այդ մոդուլները, որ պատկերացնենք մոտ 73 ստանդարտ մոդուլ է, հարյուրավոր այլ մոդուլներ, որոնք կազմակերպության բոլոր ուղղությունները կառավարում են։ Լինի դա գինեգործություն, դեղագործություն, ինչ ոլորտ ուզում է լինի, կան հիմնական գործառույթներ կառավարման, որտեղ բոլոր կազմակերպությունները իրականացվում են։ Ու այդ գործառույթները շատ նմանվում են իրար։ Նույն VMS-ը դա լինի շինարարության ոլորտում, շինանյութի վաճառքի ոլորտում, ռիթեյլում, գինեգործության մեջ կա ժամկետների պահպանման պահանջ, կա ճիշտ ապրանքների տեղաբաշխվածության պահանջ, այդ բոլոր խնդիրները բոլոր կազմակերպություններում կան։ Ու այդ լուծումը ամբողջապես տեղադրված է մեջը, բայց օրինակ, չգիտեմ, սոցցանցերի, սոցհարթակի հետ աշխատանքը, ճիշտ է։ Շատ ժամանակ դա լրիվ առանձին լուծումներ է լինում, ու ստիպված են լինում դա ինտեգրեն հիմնական ERP-ի մեջ, որովհետև սոցհարթակից կարա լինի վաճառքի լիդեր, որոնք պետքա վաճառվի արդեն sales մոդուլի մեջ։ Օդուն այդ խնդիրն է լուծել, հենց միանգամից սոցհարթակները կպած են իրար ու ամբողջապես լիդերը, CRM-ը, վաճառքը, մարքեթինգը ամբողջապես կառավարումը, ամբողջ շղթան միջև հասնելը հաճախորդին, հետո էլ երաշխիքային սպասարկումը ամբողջապես մեջը ներառված է։ Ինչ վերաբերում է գինեգործությանը,
Հա, այստեղ գինեգործության մասին։ Հա։ Գինեգործությանը նու բացի այդ հիմնական ֆունկցիաներից ենթադրում գինեգործությունը նաև ենթադրում է որոշակի արտադրական process։ Օդուի մեջ կա համապատասխան արտադրության սենց ասեմ մոդուլ MRP-ա կոչվում, որը ամբողջապես կառավարում է արտադրության process-ը ստանդարտներով համապատասխան։ Յուրաքանչյուր օպերացիայի ժամանակ, օպերացիայի իրականացնողի աշխատանքի արժեք, ժամային, քրոնոմետրաժ, այդ ամբողջ process-ը օդուն իրականացնում է մինչև վերջ, մինչև այդ ապրանքը հասնում է պահեստ։ Այսինքն այդ process-ի տեսանկյունից ինչ պատկերացնում եք արտադրության ոլորտում, այդ ամբողջ process-ը կառավարվում է։ Կան նաև առանձնահատուկ խնդիրներ։ Օրինակ, գինեգործության մեջ, ասենց ասեմ, ժամանակակից տեխնոլոգիաները բոլորդ էլ գիտեք, ինտերնետային հարթակներում են։ Մենք որ հեռախոսը օգտագործում ենք հավելվածներով, եթե մի ֆունկցիա անհրաժեշտ է մեզ, App Store-ից, չգիտեմ, Google Store-ից մենք դա հանում ենք։ Նույն գաղափարը կա Odoo-ի մեջ, այսինքն ինքը ունի իր store-ը, որտեղ եթե դուք ֆունկցիոնալ եք ուզում, եթե անգամ ինքը չի մշակել, ինչ որ մեկը մշակել է, վճարովի դրել է, քաշում ես, մեջը օգտագործում ես։ Ու հենց այդ գինեգործության ոլորտով կարող է լինի հարյուրավոր լուծումներ մեջը, որը կարա առանձնահատուկ ֆունկցիաներ տա։ Այսինքն այն արտադրողին, որը Ես մի փոքր միջամտեմ էլի, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, եթե մենք խոսում ենք օրինակ գինեգործության ոլորտում, մենք քաջ գիտակցենք, այսինքն գինեգործությունը ինքը չի սկսվում էլի միայն գինու, այսինքն մի քիչ ավելի շուտ է սկսվում հողից։ Այո, ինձ թվում է իրականում որ շատ հետաքրքիր լուծումներ են, բայց էլի պետք է գանք ոլորտ wise նայենք այս ամեն ինչին, հա, սենց ասեմ, որովհետև եթե խոսքը գնում է օրինակ կաթիլային համակարգի մասին կամ օրինակ ջրամատակարարման մասին, մենք Արմավիրի մարզում ենք գտնվում, որտեղ միշտ կա ջրի խնդիր, հա։ Այսինքն այն ընկերությունները, որոնք բերել եւ դրել են այդ համակարգերը, արդեն իսկ ունեն իրենց operational համակարգերը, որի միջոցով մենք կարողանում ենք տեսնել, կանխատեսել եղանակը, ինչ է լինելու, ոնց է լինելու, ոնց է լցվելու, արդյոք պետք է մեզ հավելալ ջուր բերել, լցնել մեր, ասենք, պահեստների մեջ եւ այլն, հա։ Եթե մենք խոսում ենք ընդհանրապես թվայնացումից որպես մի հատ լուծում, որը մեզ կարող օրինակ օպերացիոն ինչ որ առումով այնպես անել, որ մենք օրինակ չնեմ, աշխատավարձային մեր բալանսը կրճատենք, օրինակ մեր ընկերության ամենակարևոր բաներից մեկն է, որ մենք չենք ուզում կրճատենք աշխատավարձային բալանսը, մենք ստեղծվել ենք նրա համար, որպեսզի սարքենք աշխատատեղեր եւ մարդիկ չգնան արտակնա աշխատանքի։ Այսինքն մեր ընկերության հիմնական նպատակներից մեկը դա է, որպես օրինակ մենք վերջերս շատ էինք ուզում գնել եւ վերջում գնացինք խաղող հավաքող կոմբայն եւ միակ ընկերություն ենք Հայաստանում, որը ունենք եւ շատ երկար ժամանակ մենք երևի տարուց ավել բանակցում ենք հիմնադրի հետ, որ մեզ դա շատ անհրաժեշտ է, քանի որ արդեն նույնիսկ հնդիկ չենք գտնում, որ այդ խաղողը հավաքի, ու ինքը ասում է, չէ, դուք դա վերցնելու եք եւ կրճատելու եք ինչ որ մարդկանց, որպեսզի ձեր PNL ավելի լավ լինի եւ այլն, եւ մենք դա չունենք։ Քիչ մնում արդեն արյունով ստորագրենք, որ տենց բան տեղի չի ունենա, այսինքն մեր նպատակը նա չի, որպեսզի մարդ կրճատենք, դա առաջնահերթ, հա։ Բայց նաեւ այլ տեսանկյունից գինու ոլորտը շատ անալոգ ոլորտ է։ Տեսեք, դուք ասում եք ստանդարտ, գինին ինչքան մի ստանդարտ, այդքան ավելի հետաքրքիր։ Իհարկե մենք ունենք օրինակ որպես համար 1 Հայաստանում ամենահայտնի գինու արտադրողներից մեկը եւ առհասարակ հայկական գինեգործության վերածնունդը տենց զարգ տված ընկերություն, մենք ունենք որոշակի գինու տեսակներ, որոնք որ մեյնսթրիմ են եւ շուկայում բոլորը գիտեն, բոլորի համար են, ասենց ասեմ։ Բայց գինեգործարանի ամբողջ տենց ֆիշկան կայանում է նրանում, որ դու ունենաս շատ նիստանդարտ հետաքրքիր բաներ ու այդտեղ արդեն գալիս է այդ անալոգ աշխատանքը այդ քո product-ի հետ։ Այսինքն այդ պարագայում ներդնել ինչ որ սիստեմ կարող է քեզ դարձնի անհետաքրքիր շուկայում, հա, այսինքն մարդիկ կասեն սա անհետաքրքիր գինի է, boring։ Այսինքն կա, ես եթե ճիշտ եմ ուզում հասկանամ, էլի, ամեն մեկը քննեմ, ամեն մեկի ոլորտի մեջ հիմա ես սկսեցի վախենալը։ Որտեվ հիմա դու դի կասես, լիքը մարդ նստած կասի դե իմն էլ է այդպես։ Օրինակ ես եմ մեղրով տորտ եմ արտադրում, ինքն է պետք է իր մեջ պետք է բան ունենա։ Բայց դու շատ օրինակ վերեցիր, մեղրը շատ մոտի, մեղրն էլ է այդպես blend, չէ՞։ Մեղրն էլ չի կրկնվում, խաղն էլ չի կրկնվում։ Հասկանաք, product-ը խաղողը ինքը իրանով ստանդարտ չունի, երբ որ մենք համեմատում ենք օրինակ հայկական կոնյակը, որը արտադրվել է 5 տարի առաջ, հիմա եւ 15 տարի առաջ կամ չգիտեմ սովետի ժամանակվան, իրանք իրար հետ համատեղելի չեն, որովհետեւ լրիվ այլ էկոլոգիա ա եղել, այլ եղանակային պայմաններ են եղել, այսինքն
իր տեսակով ամեն product, ամեն batch product-ի, հա, այսինքն ամեն product-ի խումբ ունի իր յուրահատկությունը։ Ու դու ջարդելով յուրահատկությունը դարձնում ես դա անհետաքրքիր։ Իսկ ճշգրիտ հարց, եթե ես նույն ժամանակաշրջանում տարվա կդրվածքով իմ հոսքագիծը աշխատում է, հա, արդյոք իսկ պետք չի որ ես կնքել եմ պայմանագիր, ինչ որ ստանդարտներով կնքված պայմանագրին այդ տարվա դուրս եկած ապրանքը համապատասխանի։ Կոնյակագործության Ինքը կախված չլինի մարդկային գործոնից։ Իհարկե, տես կոնյակագործության մեջ գոյություն ունի էտալոն։ Այսինքն դու ունես էտալոն, եթե պայմանական Մարկար Սեթրակյանը աղթամարի բլենդը սենց է սարքել, այդ բլենդ ունի էտալոն եւ ունի համապատասխան ընթացակարգ, թե ոնց է հաստատվում հաջորդ բլենդը, հա, այսինքն այդ ոչ պրոֆեսիոնալ համտեսողների խումբ, հանձնաժողով եւ այլն չխորանամ այդ նյուանսների մեջ։ Գինու պարագայում, չէ։ Գինու պարագայում կարևորը որ Աստված ինչ տվել է դրանից գինի է Նայ, դառնում։ ոչ թե դա վրացական մոտեցում է։ Ամենայն հարգանքով, հա, այսինքն վրացական մոտեցումը կվևրիների մեջ գինեգործության, դա Ես դա լսել եմ, ամենաալարկոտ, հա, ամենաալարկոտ, որտեվ ասում է դե լսեցին կարասի մեջ, կվևրի մեջ կսպասեք ինչ եղավ, դե տենց էր ուրեմն մեր ճակատագիրն էլ։ Չէ, պետքա կառավարել եւ կարգավորել, որպեսզի գինին լինի բալանսավորված եւ այլն։ Այսինքն նա չլինի faulty, այսինքն փչացած գինի չլինի, խնդրահարույց գինի չլինի։ Բայց այն որ ամեն նոր վինտաժ, ինչի է գինու մեջ, օրինակ վինտաժը նշվում, հատուկ տարեթիվը, որովհետեւ վինտաժները տարբերվում են։ Բոլորը գիտեն, չգիտեմ, 18 թվի բերքը շատ լավն էր օրինակի համար, հա, կամ չգիտեմ, ֆրանսիական գինիներ կան, որ ասում են 67 թվին Բորդոյում եղավ ֆանտաստիկ ուրաժա եւ մարդիկ դրած մանենգալի կոնկրետ այդ վինտաժը։ Այսինքն մեր դեպքում ստանդարտները խանգարում են, մենք մի քիչ տենց ազատական ասացինք։ Ես ասում եմ խոսքը փոխանցելով իմ գործընկերոջը պատասխանի համար, հա։ Ես կուզենամ ընդհանրապես մի քիչ, այսինքն ես ճիշտ եմ հասկանում, եթե դու ինչ պատճառներով ընդդիմանում ես թվային գործիքներին, որտեղ մեր այս քննարկումը, հա, հանդիպմանը այն զարմացած է, երբ որ Տիգրանը այդքան էլ համառությամբ չէր ուզում իր ապրանքը առաջ տանել, ասում էր մարդկանց պետք չի թվային գործիքներ, եթե իրանք չգիտեն դրա հետ ինչ անեն, էլի։ Ասում եմ, եթե մարդը դանակով է միսը կտրտում, իրան ինչին է պետք մսաղացը, եթե մատնա ջարդելու։ Հետևաբար այսպես մի հատ հարց։ Արդյոք դուք համարում եք, հա, կուզեմ մի քիչ բացենք։ Եթե ես ընդդիմանում եմ եւ ինչ պատճառով չեմ ուզում թվային գործիքներ դնել այս կամ այն հանգամանքում, ոլորտում ներողություն։ Ես պետք է, ինչպես Վարդգեսը, այսպես մանրամասն իմ բիզնեսը իմանամ։ Երբ որ ես հակազդում եմ, օրինակ բացատրում եմ, էլի այդ կուպաժը էսից տեղա, ստեղ էս վեսա, ստեղ կոնյակն է, ստեղ գինին է, ստեղ պետքա փոխվի եւ այլ։ Այսինքն ես ոչ թե դեմ եմ թվային գործիքներին, որպես այդպեսին, այ ես հասկացել եմ իմ բիզնես process-ները ու հասկացել եմ, որ այդ process-ը կարա քանդվի։ Դուք ինչպեսի փորձ եք հանդիպել եւ ինչ որ եթե բան հակազդող ունեք, ասեք, էլի, այտենց մի քիչ շատ բարի անցնում։ Վարդգեսյան, շատ հետաքրքիր էր այդ պատմությունը, ճիշտ է, միշտ այն իտալական ֆիլմեր կան, որ գինեգործության մասին ցույց են տալիս, հետաքրքիր նայում ենք եւ այլն։ Ես այսպես վերջերս մահացավ Արմանին, հա, Ջորջո Արմանին, ինքն էլ համարվում էր, այսպես ասած, ընտանեկան բիզնեսի ղեկավար ու ամեն ինչ ինքը պատկերացնում էր, որ այդտեղ պետքա լինի, ամեն ինչը ձեռքով պետքա լինի, ով է ասում, որ դա բիզնես կառավարման տարբերակ չէ։ Եվ ով է ասում, որ դա չի կարող բերել հաջողության։ Ավտոմատացումը կամ ոչ ավտոմատացումը երկուսն էլ ուղղություն են, որը ընտրում է բիզնեսմենը։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ շատ ժամանակ, էլի միանշանակ չի, շատ ժամանակ ասում են, որ ավտոմատացումը հնարավորություն է տալի մասշտաբայնության։ Այն դեպքում, երբ որ անհատական կառավարումը, որքան էլ դա մեծ լինի, դա ունի սահմանափակումներ։ Ավտոմատացման դեպքում, ստանդարտացման դեպքում դա կարա ծավալների վերածվի։ Եկեք պատկերացրեք չինական արդյունաբերությունը ու պատկերացրեք առանց ավտոմատացման։ Վերջերս էի Շանխայում ու իմ աչքով եմ տեսել դա ոնց է իրականացվում, ասենք եթե ամբողջ աշխարհի, չգիտեմ, բոլոր տիպի սարքավորումները անկախ նրանից ինչ բրենդով են ներկայանում, արտադրվում են 3 գործարանում, դա նշանակում է ինչ աստիճանի պետք է ավտոմատացում լինի, որ դա արտադրվի։ Սակայն Վարդգես ջան, ես մի բան էլ ասեմ, այդ ձեր ասած кейսի վերաբերյալ օրինակ ջրերի մասով, մենք մի հատ 1 տարի առաջ լրիվ նոր կառուցվող գործարան ավտոմատացրեցինք, որտեղ գործարանի սարքավորումները աշխատում էին հենց իրենց համակարգով, այսինքն ձեր նշած համակարգով։ Սակայն այդ ինֆորմացիան կառավարելու տեսանկյունից պետք է գար ERP համակարգ։ Մենք կարացանք փոխինտեգրենք,
Այսինքն դուք կարողանում եք կառավարել այդ ինֆորմացիան մի տեղից ամբողջ արտադրական process-ին, անկախ նրանից այդ ջրի ցուցիչները որ համակարգով են աշխատում, իրանք այսպես ասած հանդիսանում են ինֆորմացիայի մատակարար ձեր հիմնական կառավարման համակարգին։ Էլի եմ ասում, չեմ համոզում, որովհետև ընտրությունը ձերն է, միգուցե այդ ձեռքով անելը շատ ավելի արդյունք է տալիս հենց ձեր բրենդի արժեքի մեջ է դրած այդ ձեռքով անելը ու ավելին ասեմ, ավտոմատացումը իրականում դա առաջին հերթին տեղի է ունենում սեփականատիրոջ ուղեղում։ Ինքը պետքա պատրաստ լինի դրան, որովհետև դա իսկապես շատ մեծ ռեսուրս է, շատ մեծ ժամանակ է ու գրեթե աշխատակիցների մոտ արապես 50%-ին փոխել է, որովհետև այն մենտալիտետով աշխատակիցները, որոնք աշխատել են ձեռքով, գրեթե իմ փորձը ցույց է տալիս, որ չեն կարողանում աշխատեն համակարգով։ Այս սրան գնալը ինքը շատ ցավոտ process է ու ավելին ասեմ, ինքը նաև աշխատակից չի կրճատում։ Ընդհակառակը ավելացնում է, որովհետև այս անգամ այդ մեծ monster-ը ավտոմատ համակարգը ուզելու է սպասարկում, ուզելու է անընդհատ ինֆորմացիա, հատուկ մասշտաբայնում եք, բայց ինքը պահանջելու է ինֆորմացիան, ինքը սնվում է ինֆորմացիայով։ Այսինքն, եթե դուք միտեղ կարաք ասեք, ես գնացի պայստապետին ասեցի, այս բանը արա, համակարգը ասելու է, չէ, դու իրավունք չունես գնալու ասելու։ Դու պետքա համակարգ մուտքագրես։ Այդ տեսանկյունից աշխատակիցների պակասի խնդիր հաստատ չեք ունենա, ընդհակառակը ավելի կավելանը։ Տեսեք, ես չեմ ասում, որ չպիտի լինի համակարգ, անկեղծ եմ ասում, կալկուլատորներ ունենք, մեյլեր ունենք եւ այլն, էլի, գործի տեղը սաղից լույս կա։ Այդ ամեն ինչը կա։ Խնդիրը ասում այս շաբաթ էլ աթոռներն են դեր։ Աթոռներն են ֆրանսենց էլի ֆրանսիացի։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, էլի, այսինքն համակարգ կա, որը ինչ որտեղ անհրաժեշտ է։ Իհարկե, մեր մոտ այդ ամեն ինչը հաշվարկվում է պահեստային եւ այլն այդ ամեն ինչը, հա։ Բայց տեղ կա, օրինակ չգիտեմ, կարանք վերցնենք sales ու marketing-ը, իմ այսինքն business component-ին բացի կոպիտ ասած data-ից, օրինակ այս երկրում ինչքան ինչ սպառում կա, ով ինչ distributor-ը, ինձ պետք չի։ Դա տալիս է ինձ IWSR-ը։ Ես առնում եմ IWSR, որով տեսնում եմ օրինակ Հարավային Կորեայի top 20 distributor-ներին, փորձում եմ իրենցից shortlist անելով հետաքրքրված պայմանական Eastern Europe-ով ու իրանց հանդիպում եմ նշանակում մոտակա, չգիտեմ, Fair-ին Փարիզում պայմանական, հա։ Բայց ես չեմ տեսնում օրինակի համար թվային լուծում, որը ինձ կօգնի աշխատանքում իմ distributor-ի հետ բացի CRM-ից։ Բայց այս մեր distributor-ներն էլ ունեն մի հատ հետաքրքիր, ոնց որ ասելա դասականը խասյաթ։ Այս մեր distributor-ներն էլ իրանք սիրում են անձնական շփում։ Եթե դու իրանց հետ չաշխատես անձնապես, կոմոդ չի ստացվի իր հետ լավ աշխատել, որտեղ distributor-ը ունի պորտֆել։ Չէ՞, տրամաբանականը, որ պորտֆելում ունի տարբեր բրենդեր։ Այդ բրենդերը հոր տնից չի բերե ու աշխատում է բրենդերի հետ տարբեր ձևերով, հա, այսինքն ով իրան ավելի հաճելի է, ով իր հետ կոնտակտի մեջ է, այդ բրենդին ավելի շատ ուշադրություն է դարձնում։ Եթե ես իմ շատ սիրելի distributor-ին Գերմանիայում կամ չգիտեմ Բելգիայում ուղարկեմ համապատասխան նամակ, ասեմ մի հատ այս պորտալը մտի եւ խնդրում եմ ներմուծի SSSSS տվյալները եւ որպեսզի ես ունենամ sense data եւ այդ ամեն ինչը տենամ, մյուս անգամ զանգից չի պատասխանելու։ Այդ հեռախոսները պետք է ստիպված գցենք, դառնանք вообще ոչ թվային։ Այսինքն խնդիրը նրանում է, որ մենք պետք է հասկանանք ակտուալությունը այդ ամեն ինչի։ Օրինակ իմ ոլորտում մեծ լինելը, ինչ որ մի հատ չափից ավելի մեծ լինելը արդեն ամոթ է։ Այսինքն ինքը կայֆ է տնտեսության համար։ Ինքը լավ է, հա, ասենք հիմա մենք ունենք տնտեսության համար պատասխանատու փոխվարչապետներ, ում հետ այս խոսակցության մեջ իրենք ասում են լավ, ինչ եք անում այս երկրի համար ու տենց ոնց որ մենք ասում ենք սիվազդե մշակույթ ենք զարգացնում, որտեղ մակրոէկոնոմիկ լեվելի վրա գինեգործությունը երկրին բացի բրենդայնությունից եւ ինչ որ տենց սեքսի գաղափարներից ոչ մի բան չի տալիս։ Այսինքն դու եթե օրինակ քո արտադրությունը 1 միլիոնից ավել է, դու դառնում ես mass։ Եթե դու գինեգործության մեջ mass market ես, դու կարաս լինես շատ հարուստ բիզնեսմեն, բայց գինեգործության աշխարհում ոչ այդքան էական։ Այսինքն մեր մոտ դա է խնդիրը, ոչ խնդիրը մեծանալը չի։ Ես ճիշտ եմ հասկանում, եթե ես մոտավոր հասկանանք, էլ այդպես թվային գործիքների ուրեմն կիրառելիությունը, իրանց տված արդյունքները ընկալելի են, հասկանալի են, բայց գիտակցաբար մերժված են։
Գիտես, որովհետև չեք ուզում ոլորտի պապսան դառնաք 6-8-ը։ Տեսեք, հիմա օրինակ կարելի է օրինակ վերել, գիտեք, որ այդ Android-ն ու Apple-ը իրար հետ ոնց էին իրար մորթում, չէ՞։ Ու ես տենց մեծագույն խնձորի ջատագով եմ, բայց ունեմ ընկեր, ով որ այդ բաներից են, որ ներդեր են լինում տարբեր գadget-ների ու անընդհատ ինքը իր ինչ որ Samsung-ներ գովում։ Ու ես դելավ ինչ ես խոսում։ Ու մի օր բերեց, ասես լսի, տեսել ես Samsung-ի կամերան փոխվել է դառել է Leica։ Այսինքն կա Leica ընկերություն, որը շատ նիշ կամերաներ արտադրող ընկերություն է, ու Samsung-ը որպեսզի կարողանա target անի այս տեսակի մարդկանց, ինքը գնացել է Leica-ի հետ որոշել է partnership անի, բերել Leica-ի կամերա դե։ Ու ինձ միանգամից հետաքրքրեց։ Իհարկե ես չփոխեցի Apple-ը, բայց միանգամից ոնց որ ինձ հետաքրքրեց այդ ամեն ինչը։ Պետք է հասկանալ, մեր գինին պետք է լինի թանկ։ Այսինքն մենք չենք կարող մրցել, օրինակ Հայաստան փոքր երկիր է, ունի սահմանափակ խաղաղագործական հնարավորություններ, հա։ Այսինքն շատ տալ դա վատ է։ Մենք պետք է տանք թանկը։ Այսինքն եթե ես օրինակ հիմա վաճառում եմ 1 միլիոն շիշ գինի, որի միջին արժեքը $49 է, кейսի արժեքը, հա, ես պետք է աշխատեմ նենց անեմ, որ այդ кейսի արժեքը դառնա $75, օրինակ մոտակա 3 տարվա ընթացքում, բայց այդ 1 միլիոնը մնա։ Որովհետև աճացնելով հակառակը դու իջացնում ես, պրոստը կորցնում ես քո այդ պրեմիալնեսը։ Մենք մի քիչ առաջ խոսում ենք հենց վիսկիի շուկայի հետ կապված իռլանդական кейսը, որ օրինակ եկան ֆրանսիացիները վերցրեցին Ջեյմսոնի զավոդը ու ասացին մենք այսուհետև տենց պրոստը վիսկի չենք արտադրում, մենք արտադրում ենք experience, մենք արտադրում ենք թանկ պրեմիում ապրանք։ Եվ եթե դու արտադրում ես նմանատիպ ապրանք եւ ունիկալ ես, դու կարող ես գնալ մտնել օրինակ չեմ Ամերիկայի շուկայում մրցել, որովհետեւ դու արդեն այն ընդհանուրի մեջ չես, որովհետեւ ընդհանուրի մեջ մենք կրվում ենք։ Եկեք գնանք հակառակ ճանապարհով, հա։ Որտեղ է որ դու տեսնում ես, որ անպայման քո մոտ պետք է լինի թվայնացում ու հաշվի առնելով հայաստանյան շուկայում գոյություն ունեցող բոլոր թվային լուծումները, դու հասկացել ես, որ հազար ներողություն, բայց իրանք վաճառում են, որովհետև այդ ցավը կա, ես անկեղծ բոլոր իմ ընկերներին, որովհետև մեծամասամբ ծանոթ ենք, հա բոլորին դա փոխանցում եմ։ Դուք վաճառում եք մարդու կորուստ, այսինքն դու ասում ես աշխատողդ կգնա, դատան հետը կտանի։ Դրա համար դիր CRM համակարգ։ Ես հոգնեցի բացատրեմ, որ առանց աշխատողի CRM համակարգը ոչ մեկի պետք չի, որովհետև եթե ինք իրանով դու իրան ասում ես դիր որ քեզանից հետո ես CRM ունենամ, ինքը այնպես այդ CRM-ը լրացնելու, որ ոչ ոք չկան դա օգտագործի։ Ավելին առելի մեծ քանակությամբ ընկերություններ data են հավաքի։ Հիմա չեն կարող այդ data-ն օգտագործեն, որովհետև պարամետրներ պետք, որոնք չեն ներդրել։ Օրինակ տուրիզմի ոլորտում հաշվի չեն առել եղանակը։ Հա, իրան գրել են, որ երբ ով ինչ վաճառք ա եղել, բայց չեն հաշվարկել, թե այդ ժամանակ ինչպիսի եղանակ ա եղել։ Իսկ այսօր արհեստական բանականությունով դու կարող ես այդ ինտեգրել ու հաշվարկել ըստ եղանակի, նաև քեզ ինչ-որ պրոգնոզ անի, բայց ինքը չի կարող անի, որովհետև 7 տարի սխալ data է հավաքվել։ Հիմա հարց, որ թվային գործիքներով իսկապես հետաքրքրված ես, որովհետև հաստատ գիտեմ էլի, մի շոբան, որովհետև դա կարող է լինի մարքեթինգի մեջ, դա կարող է վաճառքի մեջ, դա կարող է արտադրական process-ի մեջ, դա կարող է լինի blockchain-ով ինչ-որ համարակալված մանավանդ մենք խոսում ենք ունիկալ, չի կարող ունիկալ թանկ ապրանքը ինքը կրիպտոյով կարող է NFT-ա քեզ հետաքրքիր, չգիտեմ, ինչով ես հետաքրքրված ու որպեսզի մենք վերադարձնենք խոսքը մեր գործընկերոջը, հա, ու հասկանանք մենք ինչ-որ մի ձեզ կարող ենք մեջ անել, թե ոչ այսօր։ Okay, իրականում կա ուղղություն, որտեղ մեզ շատ հետաքրքիր է թվային լուծումը, հա։ Ուղղությունը նա է, որ շատ անգամներ արտադրության մեջ արտադրական ծախսերը եւ ֆինանսական հաշվետվողականությունը այդ ծախսերի իրենց մեջ կա disruption, հա, ամորտիզացիան ոնց է հաշվարկվում եւ այլն, հա, որովհետեւ ինչա գինեգործի համար կա, ասենք, այդ ցիստերնան, որի մեջ ինքը լցրել է գինի, չէ՞։ Եվ կարող է այդ գինին լինի 3 տարբեր որակի, հա, լինի ստանդարտ պրեմիում, ասենք օրինակ սուպեր պրեմիում որակի գինի։ Երբ որ ինքը մնում է այդ ցիստերնայի մեջ, նա փոխում է իր որակը։ Որակի փոփոխությունը անհաշվելի է։ Օրինակ, բարդ է հասկանալ, թե ինչքանով է փոխվում գինին, բացի քիմքով հասկանալուց, հա։ Օրինակ, եթե լինի հնարավոր լուծում, որը որ կասի, օրինակ, երբ որ պայմանական, չգիտեմ, արենի սորտից պատրաստված գինին 1 տարի գտնվում է չժանգոտվող պողպատի տարայի մեջ, օրինակ իր գինը իջնում է այսքանով, որովհետև ինքը կորցնում է, չգիտեմ, 3% իր ինչ որ մի հատ հատկություններ։ Դա շատ հետաքրքիր կլինի, որովհետև cost-ը իմ, որով ես որի վրա ես հաշվում եմ price եւ վաճառում եմ այնուհետև իմ դիստրիբյուտորին, կլինի ավելի իրական։
Օրինակ դա շատ հետաքրքիր կարող է Հազար ներողություն, ասում ամեն այսպեսի ամեն հանդիպան ժամանակ մի բան սովորում ես, էլի։ Ես ճիշտ եմ հասկանում։ Այսինքն բացի նրանից, որ երբ որ խաղողը դաշտում է, դա հələ փող չի, հետո դու հավաքում ես դա հələ փող չի, հետո հավաքում լցնում ֆիլտրում ես, ստանում ես ինչ-որ մի հատ նյութ լցնում ես մեծ առելի սափորների մեջ կամ տարաների մեջ հատուկ, հա, այդ էլ հələ փող չի, այսինքն դու չգիտես, ու հնարավոր է դու ունես գինի, բայց ինքը արդեն գինի չի, կորցնում ես։ Դե տենց բան կա, չէ՞, որ ասում է, որ միլիարդատեր ուզում է դառնալ միլիոնատեր, ուզում է գինի բիզնես։ Հիմա դուք եկել եք, ես մեզ կեղջերից վրա բան եք ծախում, փոխանակ մի բանով օգնեք։ Իրականում հարցը նրանում է, որ հա, իհարկե դա դու այսպես որ անես։ Իհարկե պահամանի մեջ մնացած գինին, դա սկսենք նրանից, որ դա stocking արժեք ունի։ Հա, նաև գումար, հենց եմ ասում, ինքը ֆինանսապես արդեն ծախս է, ու նաև այդ ընթացքում կորցնում է։ Իհարկե։ Եթե սպիրտը ինքը չի կորցնում, սպիրտը չի կորցնում։ Սպիրտը կորցնում է, եթե տակառում է։ Այդպիսի լուծումներ հնարավոր է լինեն ձեր օդոստորում։ Չէ։ Всё։ Հիմա ասեմ ինչի, բացատրեմ։ Առաջինը ըստ բոլորովին այլ խնդիր է, պետքա ճիշտ հասկանալ տեխնոլոգիական միջավայրը, նույն արտադրական process-ները, դրանք արտադրական հոսքագծերից սկսած, վերջացրած ավտոմատացված կառավարման համակարգեր են։ Մերը կառավարման համակարգերի մասն է։ Նշվածը դա արտադրական հոսքի մասն է։ Ինչ է դա նշանակում, բայց կան։ Մեզ մոտ կա, բայց ես չեմ սիրում այդ, որտեվ միշտ իվնաս ինձ է հաշվում։ Մենք պետք է սիստեմ, որի իօքուտ ինձ հաշվի, էլի։ Չէ, ես ասում եմ կոնկրետ Հայաստանում նոր արտադրությունները չինական հոսքագծերով ամբողջապես այդ ցիստերների մեջ, որոնք արտադրում են, ասենք, փոշենյութեր եւ այլն, ամբողջապես չափում է իր բաղադրությունը, չափը ամբողջապես ցուցիչներով տալիս է կառավարման համակարգին, կառավարման համակարգը ճշգրտում է այդ չափերը, փոփոխում է տեխնոլոգիաները համապատասխան այդ նյութերի, նոր տալիս է արտադրություն։ Այդ հնարավորությունը նոր չի, այդ հնարավորությունը եւի տասնամյակից ավել կա, ու չեմ կարծում, որ գինեգործության մեջ չկա։ Խնդիրը նրանում է, որ մենք այդ ինֆորմացիան ստանում ենք այդ համակարգից, մշակում ենք ու արդեն մշակած տալիս ենք, այ այնտեղ խոսքը գնում է ամորտիզացիոն արժեքների չափման, արժեքի փոփոխության ու դրա ֆինանսական ազդեցության, ֆինանսական տվյալների վրա, չգիտեմ, այնտեղ պահեստի իրական արժեքների վրա այդ ամեն ինչը մեր համակարգը անում է, բայց այն ցուցիչները մի այլ համակարգ է, որը արդեն հոսքագիծը արտադրողն է ստեղծում։ Ու այսօր, ասենք, ասենց ասեմ, ժամանակակից հոսքագծերը բոլոր կետերում ունեն այդ ցուցիչները ու ավտոմատ այդ ինֆորմացիաները տալիս են։ Ամբողջ խնդիրը այն է, դու ուզում ես այդ ինֆորմացիան ու կառավարում ես, թե օրինակ Վարդգեսի նման չես ուզում, որովհետև վնաս է քեզ։ Դե ինքը գիտակցաբար է դրանից հրաժարվում։ Այդ շատ կարևոր է։ Ես միշտ գնահատում եմ, որ մարդը հաշվարկել է եւ ամենավտանգավոր բանը է, որ մարդը չգիտի, ասում է չեմ ուզում, ասում եմ իմացի նոր ասա չէ, էլի։ Շատ ուրախ եմ ձեր այս փոքրիկ ինքը բանավեճ չէ, ավելի շատ մտքերի փոխանակում էր եւ բոլորս էլ մտահոգված ենք, որպեսզի հայաստանյան բիզնեսը լինի արդիական, ճիշտ ներկայանա։ Մենք հպարտանում ենք մեր կարասով, ես չեմ ասում միայն ես ավելի շուտ դրա մասին խոսել եմ, երբ որ Վարդգեսին չէի ճանաչում, հա, որովհետև իսկապես ձևավորեց այդ նշաձողը։ Ես ուզում եմ, որ ավարտական խոսքին եթե հնարավոր է 1-2 նախադասությունով ասեք իրականում ինչ եք մտածում։ Թվային օրակարգը մեր երկրին Հայաստանին ինքը եթե պետք է այո, ապա դուք ձեր կարծիքով որ ոլորտներում հենց հիմա, եկեք հենց հիմայից խոսանք, հա, ու ինչ է էլի տալու այդ ոլորտներին, որովհետև շատ դեպքերում մենք ընդհանրապես դա լսում ենք ու հետո տես գցում ենք մի օր կլինի էլի, հեսա գգա, մեկը գգա, տեսնենք ինչ է լինելու։ Իրականում շատ է պետք, քանի որ դա անխուսափելի է, այսինքն դա արդեն կա, ուղղակի պետք է ճիշտ տեղերում ճիշտ գործիքներ կիրառվեն։ Ճիշտ տեղերում ճիշտ գործիքներ կիրառվեն եւ այդքան է, այսինքն թվայնացումը դա միանշանակ ապական է, ոնց որ ամենասկզբից ասացի, որ եթե այլ յուրաքանչյուր ոլորտում շատ կարևոր են յուրաքանչյուր թվային լուծումներ, մեզ մոտ շատ կարևոր են դեպարտամենտ ըստ դեպարտամենտների, բայց կոնկրետ թվայնացման հետ կապված կարող եմ ասել, որ դա միանշանակ նայա ինչ մեզ սպառնում է եւ գալիս է եւ գալու է եւ մենք դրա հետ պետք է ապրենք։ Ոնց ուրախացավ Տիգրանը սպառնում բառից։ Տիգրան ջան, ասեք ինչով եք սպառնում։ Չէ, ուզի տենց ձևակերպ տալ սպառնումը։ Այսպես ասեմ,
Իմ փորձով հայաստանյան շուկայում աշխատելու տպավորությունը հետեւյալն է. կունենանք թվայնացում կամ թվայնացման, այսպես ասած, պահանջարկ կլինի այն ժամանակ, երբ որ Հայաստանում ձևավորվի արդյունաբերություն։ Այսինքն թվայնացման հիմնական պահանջարկ ունեցողը դա ոչ ռիթեյլն է, ոչ սպասարկումն է, դա ի վերջո գործարաններն են։ Երբ մենք սկսենք գործարաններ ունենալ, որովհետև այդ դեպքում արդեն առանց թվայնացման ուղղակի հնարավոր չի լինելու աշխատել։ Այդ դեպքում թվայնացման, այսպես ասած, միջավայրը կձևավորվի։ Ու մեկ էլ երկրորդ կարևոր բանը, Հայաստանը շատ լոկալիզացված է, բարձր չի նայում։ Այսինքն աշխարհի մակարդակով մենք չենք նայում, եթե նայենք, մենք կհասկանանք ինչ է նշանակում կազմակերպությունը մեծացնել, հետո ֆոնդային բորսաներում վաճառել, հետո այլ ներդրումներ անել ֆոնդային բորսաներում, այդ դեպքում մենք կազմակերպությունը կդիտարկեինք որպես միջազգային տնտեսական միջավայրի մաս ու այդ դեպքում ուղղակի չէին կարող մնալ առանց թվայնացման։ Այս իմ կարծիքն է։ Դեռ շուտ է Հայաստանում թվայնացման մասին խոսալը։ Բայց այնպեսի մի սիրուն պատկեր գծվեց, որ ես ուզեցա ապրեմ այդ Հայաստանում, որտեղ հիմա հələ որ դրա մասին մենակ մեկն է խոսում, իսկ թվաց շուտով դա նաև հնարավոր կլինի։ Շնորհակալ եմ այսօրվա քննարկման համար, այսքանը։